Տավուշցին չի ընտրելու խղճուկ Հայաստանը, արժանապատվություն ունի։ Ուժեղ Հայաստան դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանի հետ հանդիպման են վստահեցնում տավուշցիները։ Համոզված եղեք, որ տավուշիները ձեր կողքը կանգնած են, տավուշի ժողովուրդը արժանապատիվ ժողովուրդ է եւ երբեք նա չի ընտրելու թույլ Հայաստանը, խղճուկ Հայաստանը։ Նա ընտրելու է արժանապատիվ Հայաստանը, ուժեղ Հայաստանը։ Անընդունելի է Սամվել Կարապետյանի համար, որ նման հարուստ բնություն ունեցող մարզը Հայաստանում երկրորդ ամենաաղքատն է Շիրակից հետո։ Ամոթ է, որ մեր երկրում դեռ երեխաներ կան, որոնք սոված են քնում։ Իմ պատվի հարցն է լինելու վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Պետք է Հայաստանում սոված երեխա չքնի, սոված մարդ չքնի։ Մենք առաջին հերթին այս հարցը եթե չենք լուծում, մենք չենք լինելու նորմալ հասարակություն։ Այդ երեխաները միանգամից դաստիարակվում են ուրիշ ոգով, փողոցային բարկերը քաշում տանում են իրենց։ 300,000 աշխատատեղերը, որ պատրաստվում է ստեղծել ուժեղ Հայաստանը, թույլ կտան, որ մարդիկ ոչ թե գոյատևեն, այլ ապրեն արժանապատիվ կյանքով։ Կարապետյանը խոստանում է օգնել տավուշցիներին իրականություն դարձնել իրենց բիզնես ծրագրերը, ազատել փոքր բիզնեսին հարկերից։ Մենք որ ասում ենք արժանապատիվ աշխատավարձ, դա նկատի ունենք, որ մարդը ոչ թե գոյատևի իր ստացած գումարով, ինքը կարողանա իր երեխաների հարցերը լուծի, ուսանող երեխաներին Երևանում պահի, բայց մենք ամեն ինչը մոտեցնելու ենք մարզեր, մենք այս Երևանակենտրոնը լիցկա թափելու ենք։ Ուսուցիչների աշխատավարձը նախատեսում է 150%-ով բարձրացնել ուժեղ Հայաստանը, բարձրագույն կրթությունը անվճար դարձնել մեր երկրում։ Ամեն օր մեր ժողովուրդը երեխա ունեցող ընտանիքներին օգնել շատ էժան գներով տանտեր դառնալ։ Դուք 8 տարի անտեսված եք եղել ձեր զեմլյակի կողմից։ Համաձայն ենք, որ մենք ունենք այդպիսի հայրենակից, ով շատ փորձանքներ բերեց մեր երկրի գլխին, ինքը պատմության մեջ կմնա որպես մեր հայրենիքը փոքրացրած ղեկավար։ Տավուշը պետք է տուրիստական կենտրոն դառնա, համոզված է Կարապետյանը։ $1 միլիարդ են հատկացնելու տուրիզմին, որից 500 միլիոնն ուղղելու են մարզեր։ Ուժեղ Հայաստան դաշինքը խոստանում է զարգացնել նոյեմբերյանի ջերմոցային տնտեսությունը։ Միայն թե Կարապետյանը հայրենակիցներին խնդրում է հունիսի 7-ին մի կողմ թողնել բոլոր կարևոր ու անկարևոր գործերը եւ գնալ ընտրատեղամասեր։ Երիտասարդների հետ է մեծույթեր կապում Կարապետյանը, հավատում է, որ նրանք մտածում են իրենց վաղվա օրվա մասին։ Սա պատահական ընտրություններ չեն, սա ազատության մասին է ու ստրկության մասին է։ Մեր երկիրը ազատ, անկախ, ինքնիշխան երկիր է, թե Ալիևը երկար տարիներ թողի իրեն որպես մարզպետ եւ որ օրը ինչ ցանկություն ունեցավ, ինքը պարտավոր է կատարել։ Հայրենակիցներին հիշեցնում է Սամվել Կարապետյանը Ալիևի հայտարարությունները, Ադրբեջանի աչքը նաև Տավուշի վրա է։ Գանե Մովսիսյան, Էլենի Ահինյան, Հայլուր։